Բարեզես, այսօրվա մայիսի 9-ի իմ ամյոն հաղորդաշարի հերթական հաղորդում ես վերնագրել եմ հաղթանակի օրը և մայիսի 9-ի խորհուրդը։ Բայց նախքան թեմային անցնել, ինչպես միշտ, խնդրում եմ նրանց, որոնք նայում են իմ հաղորդումները, բայց դեռ չեն բաժանորդագրվել, ապա բաժանորդագրել խնդրեմ, նրանք, որոնք բաժանորդագրվել են կամ արդեն բաժանորդագրվեն, ապա հաղորդումս դիտելուց հետո եթե հավանեցիք, ապա դրեք լայքեր անպայման, որովհետև ձեր լայքերով իմ Ամասի Հովհաննիսյանի YouTube ալիքը ավելի է տարածվում։ Իսկ հիմա ասնեմ բույնյութին եւ այսպես հաղթանակի օրը եւ մայիսի 9-ի խորհուրդը։ Այսօր ի տարբերություն Եվրոպայի մյուս երկրների, որոնք հաղթանակի օրը նացիզմի դեմ տարած հաղթանակի օրը նշում էին մայիսի 8-ին, մայիսի 9-ին այդ հաղթանակի օրը նշում են հետխորհրդային տարածքում, Ռուսաստանում եւ մյուս երկրներում արդեն անկախացած, այդ թվում նաեւ Հայաստանում։ Նախորդ իմ հաղորդման ժամանակ ես անդրադարձա, թե ինչու է այսպես ստացվել, որ Եվրոպայում ամսի 8-ին են նշում, իսկ հետխորհրդային միության տարածքում մայիսի 9-ին։ Տարբեր վարկածներ կային, երբ հիմնական վարկած կա, ասում եկի, որ Ստալինը արդեն հասկանալը, որ հակասություններ են հասունանալու արևմուտքի հետ, արդեն դեռևս կոալիցիոն գործընկերների հետ, դաշնակիցների հետ, դրա համար որոշում է մի օր փոխանցել, որպեսզի այնպես չլինի, որ նույն օրը նշում։ Սա մի վարկած է, որ ինձ քիչ հավանական է, ավելի հավանական է թվում այն վարկածը, որ երբ Եվրոպայում Բերլինում ստորագրվել է Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը, դա եղել է մայիսի 8-ի գիշերը, այն ժամանակ, երբ արդեն Արևելյան Եվրոպայում, մասնավորապես խորհրդային տարածքում արդեն ամսի 9 էր, և այդ պատճառով դարձել է ամսի 9-ը, պես Եվրոպայում, Արևմտյան Եվրոպայում ամսի 8-ը, իսկ Արևելյան Եվրոպայում մասնավորապես խորհրդային միության տարածքը մայիսի 9-ը։ Ինչևէ, մի օր այսքով, մի օր անկում, այն ժամանակ այդ նշանակություն չունեցել, բայց այսօր այդ անջրպետը այնքան է մեծացել, որ արդեն մայիսի 8 և մայիսի 9-ը նշվում է իբրև ակոնտնյա բարեդարձել, հասկանում եք։ Եվ դրա մեղավորը թերևս, եւ ոչ թե թերևս, այլ ըստ իս միանշանակ մեղավորը Պուտինյան Ռուսաստանն է, որը որ արդեն 4-րդ տարին է պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ։ Սա երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենախոշոր ռազմական գործողությունն է, ըստ էության պատերազմն է բառի իմաստով, արյունահեղ պատերազմը, որը տեղի ունենում Եվրոպայում։ Դրա համար շատերի մոտ, այդ թվում նաև ինձ մոտ, մեծ տարակուսանք է հարուցում այն տոնական տրամադրությունը, որ ես ռուսները ասում են, ռուս ընդդիմադիրները անունը դրել են Պաբեդաբեսիե, ես սա թարգմանեցի հայերեն, կիսատ հայերեն ռուսերեն, այսպես հաղթանակաբեսություն։ Դրա բառօրինակ այսօրվա Մոսկվայում տեղի ունեցած շքերթն է, որ կարծես թե ինչ-որ գիտես, ինչ ասես։ Սա շքերթաբեսությունն էր։ Իսկի չեմ էլ ուզում անդրադառնամ այդ ինչ ասեմ, այդ միջոցառմանը եւ այն տեքստերին, թե իբր վետերաններ, ինչ վետերանների մասին կարող է խոսք լինել, մի քանի հոգի, տասնյակ հոգի շարել էին վետերաններ, որ բացառվում է, գիտեք, դե 45 թվականին պատերազմը ավարտին 18 տարեկան զինվորը լինեին, նրանք արդեն 100 տարեկան խորհրդային միությունում 100 տարի չեն ապրում։ Եվ ի դեպ, այդ կովկասյան երկարակեցությունն էլ միֆ է։ Գիտեք ինչու, որովհետև պատերազմի ժամանակ, երբ ուշադիր նայեն պատմաբանները,
որոշ մարդիկ լրագրողներ հետաքննություն են անցկացրել եւ հասկացան, որ որտեղից է գալիս այդ կովկասյան երկարակեցությունը։ Բոլորի տարիները բռնում էին, համընկնում էին պատերազմի տարիներ։ Մարդիկ բանակից խուսափելու համար, բնականաբար ոչ առանց փոխհատուցման, իրենց տարիքները ավելացրել էին, որպեսզի հետ դուրս ընկնեն զորակոչի տարիքից։ Այսինքն 40 տարեկանը մեկը դարձել էր 60 տարեկանից անց։ Եվ այստեղից էլ շարան գնում է երկարակեցության մասին առասպելը, որ հիմա նորից այդքան Կովկասում նույնիսկ այդքան երկար ապրող մարդ չկա, էլուր մնաց այն վետերանները, որոնք այդպես էլ մեծ մասը չհասկացան, թե ինչ է նոր բնակարանը, որ անընդհատ խոստանում են ամեն տարի այս համայն ռուսոյի իմաստունը խոստանում էր, որ վերջնականապես էլ վետերան չի մնա, որ նոր բնակարան ստացած չլինի, այդպես էլ չստացավ։ Ընդհակառակ ավելացան տնավերները Ռուսաստանի, այսպես Ուկրաինայում ձեռնարկած պատերազմի պատճառով։ Եվ հիմա այսօրվա այդ շքերթը, Մոսկվայում այդ շքերթաբեսությունը, որ ներկայացվում է այդպես խոշոր հաղթանակ, այնպես է ներկայացվում, կարծես թե պատերազմը մի այսպես մարշ է, էլի, այնինչ պատերազմը մահ է, պատերազմը ավերածություն է, պատերազմը անթիվ անհամար զոհեր են, խեղված ճակատագրեր, կյանքեր։ Չէ, բայց հիմա ասես ներկայացնում ես կոմպյուտերի առաջ, էկրանի առաջ նստած սեղմում, տեսպես։ Հիմա կա պատերազմը նաև կոմպյուտերներով է սեղմելով, բայց մարդկային կյանքերը գնում են, մարդկային կյանքերի հաշվին։ Այնպես որ այն լոզունգները, որ պետք լինի կկրկնենք, ինչը կրկնենք, միլիոնավոր զոհեր կրկնենք։ Պետք չի կրկնել, պետք է պայքարել խաղաղության համար։ Գիտեք, ես անցած նախորդ հաղորդման ժամանակ նշեցի, որ նույնիսկ սովետական ղեկավարները այսպես ագրեսիվ չեն, ագրեսիվ կեցված ռետորաբանություն չեն ունեցել, որովհետև նրանք բոլորը անցած են եղել պատերազմի բողով, պատերազմի միջով եւ գիտեն, թե ինչ է պատերազմը, ինչ է իրենից ներկայացնում պատերազմը, այս ոչ թե այս ներկայիս դուրս պրծուկների պես։ Կրկնեցի, կրկնություն ստացվեց նախորդ հաղորդման համար հաղորդումից, բայց ես ասում եմ սա բաներ են, որ պետք է կրկնել։ Ինչևէ, առանձնանալով այդ հրթիռահեղեղություն շքերթաբեսությունից ու հաղթանակաբեսությունից, որ տիրում է այսօր այդ Ռուսաստանում, Պուտինյան Ռուսաստանում, ապա վերադառնալով մեր իրականություն, ես բոլորի նման գլուխ եմ խոնարհում մեր բոլոր վետերան, բոլոր հայրենական պատերազմի մասնակիցների, բոլոր զոհվածների շտակի առջև։ Մարդիկ, որոնք հիմա էլ գիտեք կան այսպես կոչված այլ գիտեմ սեփական PR անելու համար, թե ինչ-որ շատ զգացմունքային լինելու համար, ասում եմ թե հայերը կամավոր մեկնեցին ռազմաճակատ, պայքարելով, կռվելու, չէ, կամավորներ եղել են, անշուշտ եղել են, իհարկե եղել են, բայց այդ կամավորները եղանակ չեն ստեղծել, կամավորներ եղել է զորակոչ եւ մարդիկ մեկնել են ռազմաճակատ։ Ըստ որում էլի եմ ուզում կրկնել իմ երեկվա ասածը, որ եթե տոկոսային հարաբերությամբ տեսնենք, ապա Հայաստանը այն ժամանակվա 2.5 միլիոնանոց Հայաստանը 600,000 զինվոր է տվել, որից կեսը չեն վերադարձել զոհերը։ Տոկոսային առումով շատ մեծ թիվ է, ավելի քան տվել են ռուսները եւ միասին մյուս ազգի։ Գուցե սրա տակ ինչ-որ բաներ կա, որովհետեւ գիտեք ախիրներ ես նայում եմ զորակոչի ժամանակ քանի մարդ է զորակոչվել Վրաստանից, քանի մարդ Ադրբեջանից։ Ադրբեջանից զորակոչվածներից շատերը ազգությամբ հայ են։ Պարզ է, որ զորակոչի համար վերևից իջեցված պլան կա, պետք է պլան կատարվել։ Պլանը կատարվել է ում հաշվին նաև հայերի հաշվին։ Կամ ասենք Կերչի մատույցներում ահեղ ճակատամարտերի ժամանակ
հայկական դիվիզիաներ են կրված, ուղղակի նախապես իմանալով, որ այդ ճակատամարտերում շատ քիչ է հավանականությունը ոչ մնալու։ Եվ ասում են ըստ դրողների, ըստ ականատեսների, Կերչի այդ նեղուցը, այդ սովատնյա մասը արյունով են ներկվածել, արյան գույն է, կարմիր գույն է ամացել։ Երասում է։ Հա, ստիպված եղա ընդհատել, որովհետև նկատեցիք թիկունքումս կանգնած էին, բարձրաձայն, բարձր խոսում են, ստիպված եղա խնդրել, որպեսզի հեռու գնան մի քիչ։ Ինչևէ, կրկնում եմ, այսօր այն օրն է, որ պետք է հիշենք մեր բոլոր զինվորներին։ Թե հայրենական պատերազմում զոհված, թե հայրենական պատերազմում կռված, թե երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այլ ճակատներում կռված մեր հայազգի հերոսների, հայտնում ֆրանսիական դիմադրության շարժման հերոս Միսակ Մանուշյանին, որը միակ օտարազգին է, որին վերաթաղեցին Պանթեոն, Ֆրանսիայի ազգային հերոս։ Նաև ուզում եմ ասել, որ լինելով կոմունիստ եւ մտերիմ հարաբերություններ կապեր ունենալով Շարլ Ազնավուրի ընտանիքի հետ, Միշա Ազնավուրի հետ մանավանդ, եղել են Հունաստանը, Ազնավուրն էլ հիշում է իրենց հուշերում Մանուշյանի մասին, եւ հաղթանակից հետո 45 թվականին Մանուշյանի կինը Մելինեն շատ հայրենադարձվում է Հայաստան։ Ընդունում է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետ, որտեղ նա այդ մասին պատմում էր մայրս, որովհետև Մելինեն եւ մայրս համակրթեցիներ են եղել։ Եվ մայրս պատմում էր, թե ինչպես Մելինեն շատ շուտ հիասթափվեց Խորհրդային Միությունից եւ օրերն էր հաշվում, թե երբ պետք է հետ վերադառնա եւ մի կերպ մեծ դժվարություններով իսատ թողնելով ուսում համալսարանում նա հետ է վերադարձել հիասթափված սովետական կարգերից, կոմունիզմից։ Այսպես այլ է։ Սա արդեն, ինչ ասեմ, սա մայիսի 9-ի հաղթանակի խորհուրդն է, հա, եւ ամենագլխավոր խորհուրդը, որ մայիսի 9-ին 9 հայ ժողովրդի համար նշանավորվեց ոչ միայն գերմանական նացիզմի դեմ տարած հաղթանակով, այլև Շուշիի ազատագրմամբ։ Շուշիի ազատագրում, որը որ նույնիսկ դա այսպես պղծեցին, գիտեք, պղծեցին բառից բուն իմաստով, որովհետև այդ դաշնակցական այդ պրոպագանդիստները միամուռ տարածում էին, թե Շուշին ազատագրվեց ի հեճուկս Հայաստանի նախագահի, որը որ լինելով պաշտոնական այցով Թեհրանում չէր իմացել եւ զորքերը անցել էին հարձակման գրավել Շուշին։ Ավելի մեծ սրբապղծություն դա ասելու համար չեմ պատկերացնում։ Հայաստանի զորքերի գերագույն գլխավոր հրամանատարը չգիտեր, թե ինչ է կատարվելու Շուշիում։ Հարսանիք լեռներում օպերացիան հաստատել է Հայաստանի առաջին եւ ըստ դեռ միակ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Եվ այս պրոպագանդիստների պատճառով այդ հաղթանակած տարիները կոչվեցին, անվանվեցին մթի ու ցրտի տարիներ։ Պատկերացնում եք, մթի ու ցրտի տարիներ։ Այսպես արժեզրկվեց հաղթանակը։ Այսպես արժեզրկվեց այն, ինչի քիչ արևը խանգարում է, դրա համար ստեղծ փոխեմ։ Արժեզրկվեց հաղթանակը, արժեզրկվեց մեր հերոս քաջերի գործողությունները։ Եվ հիմա էլ է, մինչև հիմա շարունակում է արժեզրկվել, գիտեք ինչու, որովհետև եւ ով է վերջին արժեզրկողներից։ Վերջերս ինչ որ հայկական համալսարանում, ես առաջի անգամ լսում հայկական համալսարան, երևի կա, չգիտեմ, հայկական համալսարանի ուսանողների հետ հանդիպում է ունեցել Հայաստանում պետական հեղաշրջում իրականացրած Ռոբերտ Քոչարյանը եւ իրեն
նախագահ, Հայաստանի նախագահ Կարկաց Ռոբերտ Քոչարյանը, որը որ քննադատելով Հայաստանի ներկայիս կառավարիչներին եւ մասնավորապես Շուշին կորցնելու, ընդհանրապես Լեռնային Ղարաբաղը կորցնելու մեջ մեղադրելով Հայաստանի ներկայիս կառավարիչներին ի հակադրություն բերում, բայց ոնց եղավ, որ 90-ական թվականներին 150,000-անոց Արցախը կռվեց ու հաղթեց 9 միլիոնանոց, 8 թե 9 միլիոնանոց ասում չեմ հիշում Ադրբեջանի։ Այստեղ են ասել հալլա, հալլա։ Հայկական մի լավ խոսք կա, ուտողուրացող։ Այդ 150,000-անոց բանակն է, 150,000-անոց ժողովուրդն է կռվել Ադրբեջանի դեմ, Հայաստան չի եղել, բայց ինչ եք այդ Հայաստանը ասում մտի ցրտի տարիներ։ Այ ինչն է ասած արժեզրկում այս ամեն ինչ։ Հայաստանը լիակատար շրջափակման մեջ լինելով, էներգետիկ ճգնաժամի մեջ լինելով, երբ մարդիկ Հայաստանի կառավարությունը մի կերպ էր բավարարում հացի պաշարը, որ օր է եղել, որ Հայաստանում մնացել են ամենը 2 օրվա հացի պաշար, բայց անխափան Արցախը ապահովել է թե էլեկտրաէներգիայով, թե սննդով։ Այսպես էլ ուտողուրացողը ոնց է լինում։ Եվ այնպես Քոչարյան Ռոբերտը եւ նրան հիմա նրա կողմից այս տարբեր շարժում կոչված էս տերտերական շարժումը, հենց դրանք են, որ օգնում են, նպաստում են, որպեսզի Հայաստանի ներկայիս ապիկար ձախողված կառավարիչները մնան, որտեղ մարդիկ տեսնելով երկուսի միջև գերադասում են այս ձախողվածներին, քան նրանց։ Դա է իրականությունը, այնպես որ չէի կարող դրան չանդրադառնալ, որովհետև երբ հիշում եմ, երբ Շուշի ազատագրման լուրը ստացանք, լուր ասենք անձամբ ես եւ մի քանի հոգիս գիտեինք, որ գործողություն է գնում եւ անհապեր սպասում էինք, թե հաղորդագրությանը երբ հայտարարվեց, որ Շուշին մերն է, Շուշին մերն է, ցույցանը սահման չկար։ Դա մեծագույն հաղթանակ էր։ Հավասարազոր, մեզ համար հավասարազոր Բերլինի գրավմանը։ Պես որ փառք ու պատիվ թե Բերլինը գրավողներին, թե աշխարհը նացիզմից ազատագրողներին եւ թե այն զինվորներին, որոնք ազատագրեցին մեր հողը։ Եվ հազար անիծյալ լինեն նրանք, որոնք արժեզրկեցին այդ հաղթանակը, Արցախյան հաղթանակը եւ կորցրեցին դա։ Սա է մայիսի 9-ի խորհուրդը։ Չլիներ պետական հեղաշրջում 98 թվականի, չէր լինի 44 օրյա պատերազմը, չէին լինի ներկայիս ձախողված կառավարիչները։ Այև քեզ խորհուրդ։ Այսօր այսքանը, բայց նախքան ցտեսություն ասելը մեկ անգամ եւս ուզում եմ հիշատակել, գլուխ խոնարհել բոլոր մյուսների պես կրկնում եմ աշխարհը գերմանական նացիզմից ազատագրած զինվորներին եւ նրանց, որոնք ազատագրեցին ժամանակին մեր Շուշին, մեր հողերը պատմական, որոնք հիմա այլևս նորից շնորհիվ այս ապաշնոր փեզևեկների կորցրել ենք։ Այսօր այսքանը, բայց նախքան ցտեսություն ասելը մեկ անգամ եւս խնդրում եմ բաժանորդագրվեք իմ Համասի Ավանեսյան YouTube ալիքին, դրեք լայքեր, որովհետեւ ձեր լայքերով իմ Համասի Ավանեսյան YouTube ալիքը ավելի տարածվում։ Այսօր այսքանը, ցտեսություն, կհանդիպենք։